Իշխանությունն արդեն ունի իր համար երկու սրտի կաթողիկոս։ Անուններ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ Որպես հիմնական երկու թեկնածուներ դիտարկվում են ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ան, որոնք կպահեն լոյալություն մինչև տեսնեն, թե իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի։ Գործող իշխանությունը կարող է ապահովել իր պատկերացրած նոր ազատ դաշտն ու վերաբաշխված ազդեցությունը հայ առաքելական եկեղեցում, Գարեգին Բեի լիազորությունների ավարտից հետո։ Հիշեցնենք, Armler, M-ը 3 հրապարակեց սցենար, ըստ որի Գարեգին Բեի հեռացումը արդեն ընթացքի փուլում է, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական այցերը ներառյալ նրանց, ովքեր ստորագրել էին կամ չէին ստորագրել եպիսկոպոսատ ժողովից հետո տարածված հայտարարությունը։ Նրանց հետ հանդիպումների ժամանակ փոխանցվում է, որ կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է, իսկ գործողությունների հաջորդ քայլերը կարող են լինել հետևյալը։ Գարեգին Բեի հնարավոր տնային կալանք կամ մեկուսացում, Արշակ Սրբազանի կալանավորում և վերջում Գարեգին Բեի կողմից սոցիալական ցանցում հրապարակվելիք հրաժարականի նամակ, մեկուսի պայմաններից։ Այսինքն, գերության միջից։ Միևնույն ժամանակ Մայր Աթոռը շարունակում է լռել, չհերքելով և չհաստատելով այս տեղեկությունները։ Թեմական մի շարք առաջնորդներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն ստորագրել վերջերս տարածված հայտարարության տակ, ինչը խորացրել է ներեկեղեցական լարվածությունը։ Ռիսկային փուլ, եկեղեցի-պետություն հարաբերություններում։ Առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն գործող կաթողիկոսի, այլև ամբողջ հայ առաքելական եկեղեցու ապագայի համար։ Այս համատեքստում է, որ իշխանական շրջանակներում սկսում են քննարկվել նաև հնարավոր փոխարինողների անունները, որոնցից Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ առավելագույն հավանություն են ստանում Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արամ Ան։ Իսկ թե ինչպես է հաջողվում իրավապահներին ճնշել տարբեր թեմերի առաջնորդներին և հանել նրանց ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, կներկայացնենք առաջիկայում, երբ ամբողջական տվյալները հայտնի դառնան մեզ։ Մինչ այդ շեշտենք, որ Մայր Աթոռից որևէ կերպ չեն արձագանքում հակաեկեղեցական նոր ճնշումների մասին մեր տեղեկություններին, միայն հայտնի է, որ Փաշինյանը շարունակում է դարավոր մեր եկեղեցին պառակտել ներսից, եկեղեցականների մասնակցությամբ և ջանքերով,